ապատրակատվությունը միշտ ա եղել, ճիշտ հասկացեք, այսինքն պատերազմի ժամանակ, չէ, բայց այդ պատերազմի ժամանակ ինքնաթիռը հակառակորդի վերևից գալիս էր, բոմբ չէր գցում վրա, պամֆլետներ էր գցում վրա, այդպես թղթիկներ էին գցում, որտեղ ինչ որ կերս տեղեկություններ, ապատրակատվություն կամ կես համոզելու բաներ էր լցնում։ Հիմա խնդիրը այն է, որ այսօր ուղղակի դա դարձել է մի հատ այնպիսի մասշտաբների ու այնքան հեշտ կիրառվող գործիք, որ դա լուրջ հետևանքներ անում քաղաքական ընտրության եւ քաղաքական համակարգի վրա։ Այսինքն, եթե համալով պետք չէ, հիմա պրոցեսանում նախկինում, եթե օրինակի համար կեղծ վիդեո գեներացնելու համար քեզ պետք էր մի ամբողջ ինստիտուտ ու մի քանի օրվա աշխատանք, հիմա կեղծ վիդեո գեներացնելու համար քեզ պետք է AI-ին access ու մի քանի վայրկյան, լավ մի քանի րոպե։ Ուզած այդ վիդեոն, քո ուզած այդ մարդու դեմքով, քո ուզած բանը ասելու համար, քեզ պետք է մի քանի $-ով subscription AI-ին ու մի քանի րոպե։ Ասեմ, նախկինում դա անելու համար քեզ շատ լուրջ ռեսուրսներ էին պետք։ Եվ հիմա այս նոր պայմաններում ինդուստրիալ մակարդակի, այսինքն արտադրական մակարդակի ապատեղեկատվական հոսքեր են ձևավորվել, որոնք որ դարձել են ժողովրդավարական համակարգի համար մեծագույն խնդիր։